Շատ դժվար է դա համատեղել եւ ես կարծում եմ, որ երբեմն դա զոհ է պահանջում։ Երբեմն դու պետք է իսկապես հասկանաս, որ եթե ուզում ես արդյունավետ քո դերում եւ քո տեղում լինել օրինակ ընտանիքում, պետք է որոշակի դրսի սոցիալական գործունեություններին ասել ոչ։ Օրինակ այս տարի ես այնպես եմ կազմակերպել իմ առօրյան, որ 1.5 ես ավարտում եմ իմ գործունեությունը, որ իմ երեխաներին վերցնեմ ու գնամ իրենց հետ տուն։ Բայց արդյոք կարիերան տուժելու է։ Կարծում եմ, որ տուժում է։ Եթե ես աշխատեի մինչև 4-ը, ես շատ ավելի բաների կհասնեի, բայց դա ինձ պետք չի։ Այսինքն ես արժևորեցի, ինչ եմ ես ուզում։ Ես ուզում եմ, որ որպես հոգեբան, ով հասկանում է մամայի դերը երեխաների կյանքում ինչքան կարևոր է, ես ուզում եմ իմ տեղում լինել։ Այո, ամուսինս ինձ շատ է օգնում։ Լինում է, որ երեկոյան ես օնլայն աշխատում եմ, քնացնում եմ եւ մտնում եմ գրասենյակ, տանը հենց ունեմ աշխատասենյակ նաեւ, օնլայն աշխատում եմ։ Լինում է մեկ-մեկ գալիս է, ես թողում եմ, գնում եմ էլի։ Բայց դպրոցն ավարտվեց, ես իրանցնեմ։ Եվ երբեմն ես կարծում եմ, որ մայրը, ինչու ոչ նաեւ հայրը, պետք է հասկանա, որ եթե ես մի օր որոշում եմ կացրել ամուսնանալ, ուրեմն ես այստեղ ունեմ դերային գործառույթներ, եւ ես պետք է հաշվի նստեմ իմ դերային գործառույթների հետ, եւ ինչ որ բաների այո պետք է ասեմ ոչ։ Անկամ եթե դրանից իմ ֆինանսական կարողությունները տուժեն, ես ունենամ խնդիրներ, բայց եթե ես հիմա այդ ֆինանսը կուտակեմ, ես այստեղ երեխաների հետ ունենալու եմ այնպիսի հուզազգացմունքային խնդիրներ, որ երկարաժամկետ առումով ես դրանք չեմ